Բարի կեսօր, հարգելի իմ շատ սիրելի տիկին Ինարա ջան։ Գիտեք, դուք իրոք շատ լավն եք, ձեզ շատ սիրում եմ։ Հանկարծ չմտածեք, երես պաշտություն եմ անում։ Պարզապես այդպես էլ կա, դուք շատ խելացի, բանիմաց կին եք։ Ես այնքան շնորհակալ եմ ձեր այս վերջին գրառումների համար, տոհմատիսական մաքրման համար, ինչ խոսքեր, ինչ արտահայտություններ ասել, տոհմի կանանց, նախնիների կատարած այսպես ասած ընտրությունների եւ այլնի հետ կապված։ Տիկին Ինարա, դուք նույնիսկ ես հիշում եմ։ Բարի կեսօր, հարգելի իմ շատ սիրելի տիկին Ինարա ջան։ Վերջին գրառումների համար, տոհմատիսական մաքրման համար, ինչ խոսքեր, ինչ արտահայտություններ ասել, տոհմի կանանց, նախնիների կատարած այսպես ասած ընտրությունների եւ այլնի հետ կապված։ Տիկին Ինարա, դուք իսկապես շատ մեծ գործ եք անում, շատ մեծ բան արեցիք։ Ասում եմ, ես լինելով առաքելական եկեղեցու հետևորդ, գիտակցել եմ, որ շատ հաճախ որ աբորտները եւ այլնի համար պիտի աղոտ կանեմ իմ նախնիների, այսինքն տատիս, մայրս կամ ինչ որ ինչ արել է, Տեր Աստված ջան, դու ներիր նրանց։ Բայց կոնկրետ խոսքերով, այսպես հատուկ, ես դա չեմ իմացել երբեք։ Նույնիսկ հիշում եմ, գիտեք, մի զարմանալի 16 թվականներ եւ տատիկս իդեպ ինքն էլ երազատեսություններ ունենում, ես էլ եմ ունենում էլ երազատեսություն եւ ինքը մահից առաջ երազ է եկել, որ շուտ հավաքվիր, ամսի 31-ին գնում ենք, դա հոկտեմբեր ամիսն էր 16 թվականին, ինքն արթնացավ, պատմեց երազը եւ ասեց Աննա ջան, ված բան զգացի։ Մի խոսքով դեկտեմբերի 2-ին իրան ինսուլտ խփեց։ Ինքը ապրեց մինչև ամսի 29-ը եւ մահացավ 29-ի 31-ին իր թաղումն էր։ Դուք պատկերացնում եք։ Եվ իր մահից ամիսներ առաջ մի օր ասի տատի, դե դու ինձ պատմել ես, որ դու երեխաներ ես անցանկալի ասի, թող Աստված մաքրի քեզ էլի, որ դու անգիտակցաբար արել ես ու ինքը եկեղեցուն ծնկի եկավ աղոտ կարեց, ես էլ իր այդ միասին։ Հետաքրքիր է էլի, որ կարծես թե մեղքերին թողություն տվեց, ինչ որ արել է, հա, նոր լքեց այս աշխարհը։ Սիրում եմ ձեզ շատ տիկին Ինարա, դեզ ուշ կարողություն համբուրում եմ, պատճում եմ ձեզ։